Բարի երեկո սիրուներս։ Էլի մենք ենք, հենց այստեղ։ Այսօր խոսելու եմ վիբրացիայից։ Ինչպես անել, հասնել հաջողության եւ գտնել տարբերակներ այդ հաջողությանը հասնելու համար, մանավանդ Հայաստանի Հանրապետությունում։ Շատերդ եք նկատել, որ այստեղ մարդիկ գալիս են ինչ-որ կետի ու կանգ են առնում։ Դա նրանից է, որ Հայաստանում վիբրացիան շատ վատն է։ Ինչու է վատը? Որովհետև մենք ամեն օր, երբ որ մենք քնից արթնանում ենք, մտածում ենք մենակ վատը։ Ու դա հիմնականում լինում է մարդկանց 90%-ի մոտ։ Ես հասկանում եմ, որ մենք բոլորս ունենք խնդիրներ, կենցաղային խնդիրներ, հարաբերություններում խնդիրներ, աշխատանքային խնդիրներ։ Դրա համար այստեղ շատ դժվարությամբ են մարդիկ առաջ գնում։ Կարանք նայենք օրինակով, շատ ճանաչված մարդիկ, թեկուզ մեր շոու բիզնեսում գալիս հասնում են մի կետի ու տեղից արդեն չեն կարողանում ոչ միտեղ շարժվել։ Իսկ Հայաստանից դուրս, Եվրոպայում, Ամերիկայում, այնտեղ մարդիկ արդեն 25 տարեկանում ունեն տուն, աշխատում են մեծ գումարներ։ Դա նրանից է, որ Հայաստանից դուրս վիբրացիան արդեն ավելի ուժեղ է, ավելի մեծ թափով է զարգանում։ Դա անմիջական կապ ունի մեր մտքերի, մեր մտածելակերպի եւ մեր զգացողության հետ։ Ոնց մենք զգում ենք, տենց էլ մատուցում ենք մեզ։ Եթե առավոտները արթնանալուց մենք կարողանանք մեր գիտակցությունը տրամադրել նրան, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, որ պետքա ստեղծենք, պետքա ստեղծագործենք, անկախ մեր կյանքում կատարվող իրադարձությունների, հատկապես բացասական իրադարձությունների, մենք միշտ կարող ենք ցանկացած իրավիճակից ելք գտնել։ Ես հաճախ եմ նկատում, մանավանդ տրանսպորտի մեջ, երբ որ առավոտը գնում ես աշխատանքի ու ինչ որ մի տեղ փորձում ես ցույց տալ քո ուրախությունը, ժպտալ նամակից, կամ ինչ որ մեկը քեզ ինչ որ դրական կոմպլիմենտ է անում, կողքի մարդիկ շատ տարօրինակ են նայում ու ունենց տպավորությունը, որ այդ մարդիկ չեն ուզում, որ դու երջանիկ լինես, ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունում այս վիճակն է տիրում։ Դրա համար մենք չենք կարողանում ոչ միտեղ զարգանալ, ոչ մի ոլորտում։ Եթե զարգանում ենք, ուրեմն դա հիմնականում տեղի է ունենում այն դեպքում, երբ որ մարդը ի սկզբանե օրինակ ծնվել է շատ հարուստի ընտանիքում, ինքը ունի այդ ֆինանսական հնարավորությունը, իրան օգնում են իր հարազատները, ինքը չի աշխատում դրա համար կամ աշխատում է, այդ արդեն այդքան էլ կարևոր չի, ու մարդը կարողանում է ստեղծի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ ունեն խնդիր եւ չեն ծնվել ավելի կայացած, ավելի հարուստ ընտանիքում, այդ մարդիկ հիմնականում տանջվում են, փորձում են անել բաներ, որոնք որ նրանց կբերեն նրանց կյանքում հաջողություններ։ Այս խնդիրը Հայաստանում շատ է, դրա համար այստեղ մենք գալիս ենք, կանգնում ենք մի կետի ու հենց այդպես այդ կետում էլ մնում ենք։ Ինչպես ասեցի մեր նախորդ հաղորդման ժամանակ, մենք պետքա աշխատենք մեր գիտակցության վրա։ Ինչ է գիտակցությունը։ Երբ որ դու հասկանում ես, որ այս կյանքը, որտեղ որ եկել ես մի անգամ ապրելու, դու պետքա ապրես երջանիկ, դու պետքա վայելես կյանքը, դու պետքա զբաղվես քո սիրած աշխատանքով, լինես քո սիրած մարդու հետ։ Դա ոչ բոլորիս մոտ է ստացվում, որովհետև մեզ անընդհատ խանգարում են մարդիկ, խանգարում են մտքերը, խանգարում է անընդհատ դիմացինի հետ համեմատվելու այդ ցանկությունը, որից որ իդեպ սկսվում է հենց մեր ամենամեծ խնդիրները։ Մենք նայում ենք, թե մեր կողքինը ինչ հաջողությունների է հասել, մենք անընդհատ փորձում ենք նմանվել դիմացինին, որը որ ամենասխալ բանն է, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ունի իրեն համապատասխան միսիա։ Մեկը շատ լավ նկարում է, մեկը շատ լավ երգում է, մեկը շատ լավ պարում է, բոլոր մարդիկ տաղանդավոր են։ Բոլոր մարդիկ յուրահատուկ են, իսկ նումերոլոգիան մեզ օգնում է, որ բացահայտենք այդ տաղանդը ու հենց այդ տաղանդով առաջ գնանք։ Ես, քանի որ իմ աշխատանքի բերումով շատ եմ շփվում մարդկանց հետ ու ուսումնասիրում եմ այդ մարդկանց, համոզվել եմ
մարդիկ հիմնականում այստեղ Հայաստանի Հանրապետությունում առաջ են գնում իրենց համառության շնորհիվ, ովքեր չեն լսում դիմացինի կարծիքը, ովքեր չեն ենթարկվում, ովքեր գիտեն ինչի համար են եկել այս աշխարհ, ովքեր ունեն հոգևոր արժեքներ, ու այդ մարդիկ ժամանակի ընթացքում ավելի են ուժեղանում ու ամրանում են։ Դրա համար այստեղ շատ դժվարությամբ ենք մենք կարողանում որևէ բան ստեղծել ու կապ չունի դա ինչ է, թե մասնագիտական, թե անձնական հարաբերությունների հետ կապված։ Այդ խնդիրները առաջանում են նրանից, որ մենք ունենք շատ ցածր վիբրացիա, ես կասեի 0։ Մեր վիբրացիան այնքան ցածր է, որ անգամ այդ հողը, որի վրա մենք քայլում ենք, ինքը չի կարողանում մեզ պահի, ու այդ խնդիրը արդեն երկար տարիներ է մեզ ուղեկցում է։ Դրա համար մարդիկ, ովքեր որ շատ շուտ գիտակցում են, դուրս են գալիս Հայաստանից ու շատ կարճ ժամանակում արդեն գտնում են իրենց տեղը։ Մենք ունենք նման օրինակներ, ինչի չէ նաև մեր հայտնիների մեջ, ու ես այդ տեսակ մարդկանց չեմ մեղադրում։ Դրա համար եկեք զարգանանք, եկեք կրթվենք, եկեք աշխատենք մեր գիտակցության վրա, եւ ամենակարևորը փորձենք դա անել մեկս մյուսին օգնելով, ոչ թե խանգարելով։ Իսկ հիմնականում ինչա տեղի ունենում, երբ որ մեզանից մեկը ինչ որ միտեղ հաջողություն է ունենում, մյուսը փորձում է խանգարի, չէ, ժողովուրդ, տենց չենք անում, փորձում ենք լինենք մեկս մեկի հանդեպ հոգատար, որովհետև մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, որտեղ հնարավոր չի խաբեությամբ, խարդախությամբ, խորամանկությամբ առաջ գնալ։ Այդ օրենքները, որ առաջ ա եղել, էլ չի աշխատում, ու դուք ինքներդ էլ զգում եք, որ այն ինչ որ առաջ էիք անում, հիմա չի լինում։ Հիմա ինչ ենք անում, բարձրացնում ենք մեր վիբրացիան, աշխատում ենք մտածել շատ դրական։ Առավոտը, երբ դու քնից արթնանում ես, քո ամենալավ ժամանակն է, որ դու քո մտքում պլանավորես, քո երազանքների մասին մտածես, ներշնչես քեզ, որ ամենաուժեղ բանը, իսկ դրա համար քեզ հարկավոր է պրակտիկա։ Այդ պրակտիկան քեզ շատ հեշտ տալիս է նումերոլոգիան։ Դու ուսումնասիրում ես քո թիվը ու բացահայտում ես քո հնարավորությունները ու գնում ես առաջ։ Իսկ այդ ընթացքում, երբ որ դու գիտես քո միսիան որն է, քեզ գալիս են օգնության մարդիկ, քեզ գալիս են օգնության իրավիճակները, քեզ գալիս են օգնության այն մարդիկ, ովքեր որ տեսնում են քո տաղանդները, գտնում են, որ քո տաղանդներով կարելի է աշխարհը էլ ավելի գեղեցիկ դարձնել։ Դրա համար ստեղծվեց այս հաղորդումը, ու այս հաղորդման շնորհիվ, այս հաղորդման միջոցով ես ուզում եմ օգնել այն մարդկանց, ովքեր որ դեռ չեն կարողանում գտնել իրենց կյանքում, գտնել իրենց տեղը։ Ժամանակները փոխվում են։ Ժամանակները արդեն փոխվել են։ Ու 2026 թվականից սկսած աշխարհում տեղի են ունենում դեպքեր, որոնք որ ազդեցություն են ունենում մեր հոգեվիճակի վրա։ Այն նորությունները, որոնք որ մենք լսում ենք հեռուստացույցով կամ Instagram-յան էջերում հաճախ կտեսնեք մարդիկ, ովքեր որ ինչ որ ինֆորմացիա են տարածում, ու այդ ինֆորմացիան շատ շատերիս վրա բացասական է ազդում։ Օրինակ, այս վերջին իրադարձությունները կապված պատերազմի հետ, հա, ես անընդհատ հետևում եմ ու ուսումնասիրում եմ այդ թեման կապված համաշխարհային պատերազմի հետ, որը որ շատ լուրջ ու վատ թեմա է բոլորիս համար, բայց եթե մենք խորանանք այդ թեմայի մեջ ու հասկանանք ինչի համար է արվում, ինչի համար է այդ ինֆորմացիան տարածվում աշխարհում, ինչի են մարդկանց փորձում վատը մատուցել, ինչի է խոսվում նրա մասին, որ աշխարհում սկսվել է արհեստական սով, ինչու են մարդկանց պահում վախի մեջ, սա արվում է նրա համար, որովհետև աշխարհը, տիեզերքը, այնտեղը, որտեղ որ մարդիկ ապրում են, որը որ ստեղծել է Աստված, հա, ես ասում եմ Աստված, դուք ասում եք էներգիա կամ, չգիտեմ, մեկ ասում է ուժ, մեկ ասում է Ալլահ, մեկ ասում է Բուդդա, այդ էական չի, այդ ուժը, որը որ ստեղծել է մարդկությանը, մեկն է։ Մենք տալիս ենք տարբեր անուններ, բայց Աստված մեկն է։ Աստված մեկն է, ու այդ ուժը, որ մեզ ստեղծել է, տեսնելով այն ամեն ինչ, որ կատարվում է իր ստեղծած աշխարհում, ինքը չի կարողանում դրան նայել լավ աչքերով ու էլ չի համբերում։ Ու սրանից եզրակացություն, որ աշխարհը արդեն փոխում է իր համակարգը, փոխում է վիբրացիան, իսկ այդ վիբրացիան այնքան բարձր մակարդակում է գտնվում, որ մեզանից շատ շատերը չեն կարողանալու այդ վիբրացիայով ապրել։
Իսկ այստեղ մեզ օգնում է նումերոլոգիան, էզոտերիկան, այդ գաղտնի գիտությունները, որոնք որ հիմա շատ ակտուալ են, որ բոլորը ուսումնասիրում են։ Ես շատ եմ նայում նաև այլ երկրում բնակվող նումերոլոգների, ովքեր որ խոսում են նրա մասին, որ պետք է զարգացնենք մեր գիտակցությունը, որ պետք է գնանք աշխարհաճանաչման, պետք է ստեղծենք այն հոգեվիճակը, որ դիմանանք այն խնդիրներին, որոնք որ մեզ սպասվում են մինչև 2031 թվականը, որովհետև մինչև 2031 թվականը մեզ համար լինելու է շատ ճակատագրական։ Սրա մասին ես դեռ առանձին հաղորդումներ կնկարեմ անպայման, որովհետև այս այն ամենակարևոր թեման է, որից որ այսօր ես ուզում եմ խոսել ու ուզում եմ, որ Հայաստանում մարդիկ ապրեն գիտակցված, Հայաստանում մարդիկ ապրեն դրական նոտայի վրա, սա շատ կարևոր է։ Նորից եմ ասում, նենց ոնց որ ապրել ենք առաջ, դա չի լինելու։ Այդ համակարգը վաղուց արդեն քանդվել է ու ձեզանից յուրաքանչյուրը զգում է իր մաշկի վրա, զգում է իր էներգիայի վրա, որ այդ չի աշխատում։ Դրա համար եկեք ավելի շատ խոսենք, ավելի շատ շփվենք ու ավելի շատ նայեք իմ հաղորդումը, որտեղ որ ես ձեզ կտամ շատ հոգևոր ու դրական ինֆորմացիա։ Ես վստահ եմ, որ այդ ինֆորմացիայից հետո ձեր օրը էլ ավելի լավը կդառնա ու ամեն անգամ կլինի շատ սպասելի։ Թեմաները էզոտերիկայի եւ նումերոլոգիայի շուրջ շատ են։ Ես կասեի անսահմանափակ, որովհետև մենք ուսումնասիրում ենք էներգիաները, որը որ փոխվում է ամեն օր, փոխվում է դեպի դրականը, բարձրանում է վիբրացիաները, գիտակցության մակարդակը։ Բայց տալ ինֆորմացիա, որը որ կապված է միստիկայի հետ, իսկ շատերը միստիկան դա ընդունում են շատ վախենալով, համարում են, որ դա ինչ-որ սատանիզմ է, կապ ունի վատ երևույթների հետ, որը որ ընդհանրապես տենց չի։ Ես նորից եմ ասում, դեռ շատ թեմաների շուրջ կզրուցեմ, իմ հաղորդումները գլոբալ աշխարհի աշխարհաճանաչման մարդկանց եւ մարդու գիտակցության, հոգեբանության մասին է, որտեղ ինձ օգնելու են նումերոլոգիան, էզոտերիկան, ալխիմիան եւ այս գաղտնի գիտությունները բացահայտելու մարդու պոտենցիալը, օգնելու մարդուն, որ մարդը գտնի իր տեղը աշխարհում, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, նաեւ աշխարհում։ Բայց այսօր այսքանը, ես ձեզ շատ սիրում եմ, կարծում եմ արդեն դարձել եմ ձեզ սիրելի ու սա կլինի այն հաղորդումը, որին որ դուք կսպասեք շատ։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու անպայման գրեք ձեր բոլոր այն հարցերը, որոնց մասին որ ես կնկարեմ նաև հաղորդում եւ սիրով կպատասխանեմ։ Ձեզ շատ սիրում եմ, լավ եղեք։